Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը հայտարարել է, թե Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում և եթե շարունակի ընթանալ ճիշտ ուղով, ապա օրը կգա և վիզաները կազատականացվեն։ Նա նաև մանրամասնել է, թե ինչ նկատի ունի ճիշտ ուղի ասելով, նա նշել է, որ Հայաստանը բավականին ջանքեր է գործադրում իրավական երկիր դառնալու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, իհարկե դեռևս պետք է ջանքեր գործադրվեն։ Ինչ ջանքերի գործադրման մասին է խոսքը և որքանով է գնահատականը արտացոլում իրականությունը, թե գործ ունենք ընդամենը օրենսդրական դաշտի այսպես փոփոխությունների հետ, որոնք տեսանելի են միջազգային հանրության համար, բայց օրենքները մեզ մոտ սովորություն ունեն կյանքի չկոչվելու։ Իրականում մենք պետք է տարբերակենք իրավական պրակտիկան և այն պրակտիկան, որը տեղի է ունենում Հայաստանում, այսինքն օրենսդրական դաշտում ինչ փոփոխություններ են կատարում և ինչ է իրականում արտացոլվում մարդու կյանքի փոփոխության վրա և տեսնում ենք, որ այդ երկու տարբերությունները կան, այնուամենայնիվ Հայաստանը փորձ է անում համապատասխանել իր օրենսդրությունը միջազգային չափանիշներին, փորձ է անում ընդունել նոր օրենքներ, որոնք ինչ որտեղ խորհուրդ է տալիս Եվրոպայի միությունը, ինչ որտեղ խորհուրդ է տալիս միջազգային հանրությունը, սակայն որքանով է իրավակիրառ պրակտիկան Հայաստանում գործում, այդ խնդիրը դեռևս մնում է բաց։ Եթե անդրադառնանք օրենսդրական դաշտին, ապա անցած տարվա ընթացքում իհարկե Հայաստանի Հանրապետությունը կարողացավ ջանք գործադրել ընդունելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրություն, բայց ի վերջո ինչ որակի ընդունվեց այդ օրենսդրությունը հայաստանյան իրավապաշտպանական դաշտի համար խնդրահարույց է, որովհետև դիտարկելով այն բոլոր բացերը, որոնք արտացոլվել են օրենսդրության մեջ և դիտարկելով այն բոլոր խնդրահարույց կետերը, մասնավորապես ավանդական արժեք կամ հաշտեցման այդ ինստիտուտը, որը ներգրավվել է այդ օրենքում որպես կարևորագույն մաս, չի կարելի համարել, որ այդ օրենքը բավարար է մարդու իրավունքների պաշտպանության համար, հատկապես այն մարդկանց, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության։ Ջանքեր պիտի գործադրվեն նաև իրավակիրառ, պրակտիկայում, ոչ միայն օրենսդրական դաշտում և ջանքեր դուք տեսնում եք հիմա այժմ գործադրվում են հաշվի առնելով նաև իրավական ոլորտում ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով նաև վերջին վճիռները։ Դե առաջին ջանքի վերաբերյալ ես խոսում եմ հենց օրինաստեղծ գործունեության տեսանկյունից, որ օրենքը այնքան էլ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և հատկապես այն, որ Ստամբուլյան կոնվենցիան ևս վավերացման ճանապարհին է, այդ չափանիշներին ևս չի համապատասխանում այն օրենքը, որը ընդունվել է անցած տարի և եվրոպական կառույցների կողմից համարվել է առաջընթաց։ Հիմա մենք հակախտրականության օրենսդրության ընդունման ճանապարհին ենք, որը ևս բավական խնդրահարույց է, նախ հավասարության մասին է արդեն խոսվում զուտ վերնագրում և ոչ թե հակախտրականության և կարծես թե Հայաստանում փորձ է արվում կոմպրոմիսային այսպես օրենսդրություն անցկացնել, որը ոչ թե կփորձի փոխել այն պատկերացումները մարդու իրավունքների մասին, որոնք առկա են հանրության մեջ և որոնք այդպես ամրագրվել են որպես ավանդական արժեքներ, այլ փորձ կարվի հարմարեցնել հենց այդ արժեքներին, այդ օրենքը և որպեսզի հանրության մեջ որևէ անհարմարություն չառաջանա, որ այդ օրենքը կամ պարտադրված է, կամ եվրոպական կառույցների խորհուրդն է կամ նրանց հորդորը, որպեսզի ընդունվի։ Մենք տեսնում ենք օրինաստեղծ գործունեության մեջ և օրենքների ընդունման մեջ ևս բավական լուրջ խնդիրներ, որոնք հետագայում արդեն իրավակիրառ պրակտիկայում կունենան իրենց արտացոլումը և ոչ դրական տեղաշարժերը։ Ինչ վերաբերում է հենց իրավակիրառ պրակտիկային, այն վճիռները, որոնք կայացվում են մարդու իրավունքների տեսանկյունից դատարաններում, մարդկանց իրավունքների պաշտպանությունը, մենք տեսնում ենք, որ Հայաստանում դատաիրավական համակարգը անկախ չէ,
այն ամբողջովին կախված է քաղաքական համակարգից, որը Շիրար Սեֆիլյանի վճիռը, Սամվել Բաբայանի վճիռը, բոլոր այս վճիռները, որոնք մենք տեսնում ենք վերջին ժամանակահատվածում, որոնք կարող են ամենևին չունենալ հիմքեր եւ ամբողջ գործընթացի ընթացքում, երբ գործը գտնվում է դատարանում, բազմաթիվ անգամներ իրավապաշտպանները բարձրաձայնել են նրա մասին, որ գործը ուղղակի շինծու է, թխված է, պատվիրված է եւ դատարանները ամենևին շահագրգռված չեն, որպեսզի արդար դատաքննության process-ը իսկապես իրականանա եւ մենք տեսնում ենք, որ այդ տեսանկյունից եւս մարդու իրավունքների պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա չէ Հայաստանում եւ ոչ միայն առաջընթաց չկա, այլև գրանցում ենք հետընթաց։ Գիտեք, այստեղ եւս ուզում եմ անդրադառնալ ոչ թե իրավական տեսանկյունից, այլ քաղաքական տեսանկյունից։ Մենք շատ լավ գիտենք այժմյան աշխարհը, որը բաժանված է գերտերությունների միջև եւ Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր եւ ամեն քայլ համագործակցության, ամեն փոքրիկ այսպես երկխոսության հնարավորություն Եվրամիության կողմից դիտարկվում է որպես առաջընթաց եւ փորձ գոնե չկտրելու Հայաստանի հետ հարաբերությունները այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ անգամ վերջին գործընթացների պարագայում տեսնում ենք, թե որքան են սրվում հարաբերությունները եւ որքան դիվանագիտական հարաբերություններն են կոշտացվում, դիվանագետները հետ են կաչվում եւ կամ ուղարկվում են հետ Ռուսաստան եւ մենք տեսնում ենք, որ այդ գործընթացների ծիրում Եվրամիությունը փորձ է անում ցուցադրել, որ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակվելու են եւ այնուամենայնիվ Հայաստանը փորձ է անում բալանսավորված քաղաքականություն վարել եւ ոչ թե անմիջականորեն ցուցադրել, որ ինքը Ռուսաստանի կցորդն է։ Այդ նրա բառապաշարի մեջ կա հենց այդ դիրքավորումը։